Ովքեր որ նոր են միացել, նորից ողջունում եմ։ Ովքեր տեղյակ չեն, արդեն 7-րդ ամիսն է, որ ամեն օր ես նաև լողանում եմ, որովհետև մենակ լողանալը չի, լողանալուց հետո պարապմունքն է, դե յոգա։ Դե ողջույններս բոլոր այն մարդկանց, ովքեր հավանում են, թեկուզ չեն իմանում ինչով եմ զբաղվում, բայց դուրեկան է, սառը ջրով լողացեք ցնցուղի տակ, անծանոթ հարազատներ։ Hop. Hayır. Hop. Hop. Բարի լույսներ բոլոր այն մարդկանց, ովքեր էլ ավելի շատ համբերատար են, թեկուզ չգիտեն ինչ եմ անում, ով եմ, միգուցե վատ բան եմ անում, բայց համբերությունը լավ բան է, մի խոսքով արդեն 7 ամիսա, որ ռեգուլյարնի, առանց ընդհատումների, ոնց որ յոգա շաստրայում է ասվում, ամենօրյա անդադար վարույցների շնորհիվ միտքը դառնում է կայուն եւ ոչ հուզական։ Իսկ այդ ոչ հուզականությունը շատ օգտակար է, հարգելիներս, որպեսզի կարողանանք իրավիճակը ճիշտ գնահատել, ցանկացած գործում, ցանկացած դրվագում։ Այնպես որ լավ եղեք, տաք սառը արողներ կան, հարցեր են տալիս, շատ լավ է, տակնել, տակով լողանում ես, մեկ էլ մի ընթացք փակում ես, սառն ես բացում, կամ վերջում ելնում ես, մի հատ սառը անում ես, դուրս ես գալիս, մի խոսքով սառը ջրին կամաց է պետք գալ, իսկ երբ որ արդեն դու տիրապետում ես, ես լավ ծանոթներ ունեմ, արդեն երկար ժամանակ իրանց համար սովորական բան է սառը ջրով լողանալը, ու տարբերությունը գիտեն։ Մարդեր կա, որ ասում է, ես տաք ջրով երբեք չեմ լվացվել։ Նույնը հակառակը, լավ եղեք։